Տավարի փափուկ միսը արժե 5000 դրամ, ոսկորոտը արժե 4200 դրամ։ Վերջին ամիսներին Հայաստանում տավարի մսի գինը հաստատուն աճում է, դանդաղ, բայց սպառողի համար ոչ աննկատ։ Առևտրի կետերում նշում են, այս պահին հաճախորդին հնարավորինս խելամիտ գին են առաջարկում, այլապես առևտուրը կնվազի։ Թանկացումները բոլոր որ կա, ասենք, թե ոսկորոտ թե փափուկ, դա կախված է մսի շատ քիչ լինելուց։ Որտեղ եթե նախկինում գյուղացիները, ասենք, միս էին վաճառում, աճեցնում էին, ամեն հիմա չկա, չեն անում։ Փափուկ միսը, ասենք, 5000 դրամ է, 5300, մեր խանութում զեղ չկա, 5% զեղ չում է։ 4300 դրամ, ասենք, ոսկորովն է, 5300 դրամ փափուկը, զեղ չմենք, ասում են, գոնե մի քիչ մնացածներից տարբերվենք, էժան լինի, ասենք, հարմար լինի, մարդիկ մի քիչ գոհ լինեն, էլի։ Տավարամսի արժեքի թանկացման նույն պատճառներն է մատնանշում նաև մասնագետը։ Առաջի հերթին տավարաբուծության զարգացումն է կանգնած, վատ տեմպերով է զարգանում։ Դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, մշակութայինից սկսած վերջացած նրանով, որ արոտավայրերի խնդիր կա, տավարաբուծությունն է դառել ոչ զրահատու, նաեւ նկատվում է աշխարհում այս խնդիրը շատ երկրներում, ոչ թե ընդհանուր, մի շարք երկրներում, եւ հատկապես այն շուկաներից, որտեղից որ մենք ենք հարկ եղած դեպքում ներմուծում իրականացում թարմսի, այստեղ եւս տանկացում կա եւ ձեռնտու բերելը, եւ մնացել ենք մեր շուկայի վրա, եւ գինը օբյեկտիվորեն արտացոլում են պատկերը ինչ ունենք։ Բաբկեն Պիպոյանը նշում է, ստեղծված իրավիճակում գնաճը զսպված է, սակայն չի բացառում, այն կարող է շարունակական լինել։ Միևնույն ժամանակ մյուս մսատեսակները պահպանում են կայուն արժեք։ Տավարին հակառակ խոզը էժանացել ենք մենք, դե չգիտեմ ընդհանուր էժանացել թե չէ, բայց մի խանութում էժանացել ենք, ասենք, եթե 200 դրամ տավարը աճելած, 200 դրամ էժանացել է։ Ասենք մարդ եթե գա 2 կիլո խոզ առնի, 2 կիլո տավար առնի, դառնալու է նախկին գներով ինքը միս առած, ինքը ոչ մի բան չի դժվարելու։ Տեղական արտադրության ծավալների կրճատում, ներմուծման ծախսերի աճ, մասնագետի կարծիքով ոլորտը պետական աջակցության կարիք ունի։ Այս պահին տավարաբուծությունը առավել ակտիվ զարգանում է կաթի արտադրության ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի պակասելը առաջիկայում կաթնամթերքի գների աճի չի հանգեցնի։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։